Համայն հայոց Facebook-ն է, որտեղ հայաստանցիների մի գերակշիռ հատված, որը մի քանի ժամ թերթում է լուրերը։ Մետա ընկերությունը Facebook-ի սեփականատերը օրը 130-ից 140 հազար մեկնաբանություն եւ հրապարակում է ջնջում Facebook-ից, քանի որ դրանցում պարունակվում է ատելության խոսք ուղղված ինչ-որ անձի կամ անձանց։ Կա տպավորություն, որ երևի թե այդ ընկերությունը Հայաստանի տեղը չգիտի։ Հակառակ դեպքում ջնջված մեկնաբանությունների թիվը մի 10,000-ով ավելին կլիներ։ Սոցիալական հարթակի ադմինիստրացիայի դերը հիմա կարծես ստանձնել են իրավապահները։ Չէ, վիրավորանքը Հայաստանում քրեական հետապնդման չի հանգեցնում։ Այլ բան, եթե թիրախը իշխանություններն են։ Այդ դեպքում իրավապահներն արարքն, ինչպես ասում են, կարող են սղացնել որևէ քրեական հոդվածի տակ։ Ես եկեղեցու հետևորդ եմ, ձեռնադրյալ տպիր եմ ու երբ որ այս արշավը սկսավ եկեղեցու դեմ ինքնաբերաբար ներգրաված։ Մերն արդեն մի քանի ամիս մեղադրյալի կարգավիճակում է։ Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված պրոցեսների շրջանակում տեղի ունեցած ձերբակալությունների եւ կալանավորումների ֆոնին քննչական կոմիտեի ղեկավարի մի քանի հացազրույց լսելուց հետո նա գրառում էր արել Պաշտոնյայի մասին սոցիալական հարթակում։ Ինձ մոտ ծիծաղ էր առաջացնում, հետեւաբար ծիծաղ առաջացնելու իրավիճակն ավելի շատ նմանվում էր կրկեսի։ Ես էլ իմ կարծիքը արտահայտեցի, որ կոնկրետ այդ մարդը ինձ համար արդեն ապացուցված է ու իմ մոտ կարծիք է ձևավորվել, որ ինքը անսկզբունքային ծաղրացու է։ Մեհերը վստահեցնում է, որ գրառման ցանկացած բառի համար կարող է բացատրություն տալ։ Ամեն բառը կոնկրետ երևույթից է բխել։ Այսպես ասեմ, քանի որ հակաեկեղեցական գործընթացի կամակատար էր, ես դա անվանել եմ մոլագար ների քմահաճույքները կատարող, քանի որ հակաեկեղեցական ամեն մի արարք բխում է ներից, այսինքն սատանայից է բխում։ Քրեական գործը մի քանի ամիս մանրակրկիտ քննվել է մի քանի կառույցում եւ ի վերջո փոխանցվել է դատարան, որն էլ արդեն 3 նիստ հետաձգել է զանազան պատճառաբանություններով։ Ինձ մեղադրում են 490 հոդված մաս 2, ստույգ բառերով չեմ կարող հոդվածը նկարագրել, իբր ես արատավորել եմ քննչական կոմիտեի նախագահի գործունեությունը։ Օրինակ, այս պաշտոնյան կաշառք է ստացել այս մարդուց։ Եթե սուտ է այս տեղեկությունը, սա զրպարտություն է։ Երբ որ անվանարկում ես ինչ-որ բառ, նույն օրինակ սրիկա, դա վիրավորանք է։ Վիրավորանքը ապաքրեականացված է վաղուց։ Վիրավորանքի համար պաշտոնյան եւ ցանկացած մարդ կարող է գնալ քաղաքացիական դատարան։ Արատավորող տեղեկատվության տարածում, բռնության կոչ, սահմանադրական կարգի տապալման կոչ, ատելության խոսք։ Այս հոդվածներով են հիմնականում իրավապահները հարուցում քրեական գործեր այն անձանց նկատմամբ, ովքեր խիստ քննադատում են կառավարության ներկայացուցիչների քաղաքական հայացքները։ Երբ դու խոսում ես իշխանություն կրող ամենաբարձրաստիճան պաշտոնյայի մասին, ստեղ ստանդարտը հակառակն է։ Ինչքան բարձր է պաշտոնը, այնքան ավելի իրան քննադատության պետք է ենթարկվեն, անգամ կոշտ քննադատության։ Այս գաղափարը մի շարք գործերով ֆիքսել է Եվրոպական դատարանը, այսինքն պաշտոնյան պետք է պատրաստ լինի, որ իրեն կարող են քննադատել շատ խիստ իր գործունեության համար։ Սրանով է իշխանությունը տարբերվում սովորական քաղաքացուց։ Քեզ որպես չինովնիկի տրվում են բարիկներ, ծառայողական մեքենա, պահնորդներ, բարձր աշխատավարձ, բայց պատրաստ եղիր, որ նաև քարկոծվելու ես։ Սա նորմալ է։ Քննադատությունը որոշ դեպքերում իսկապես կարող է շատ սուր լինել, երբեմն գուցե անթույլատրելի բառամթերքով համեմված։ Բայց խնդիրն այն է, որ քննադատության այդ ձևը բխում է հենց որոշ պաշտոնյաների օրինակից։ Մոտավորապես 100 եւ ավել ռեկոմենդացիաներով եւ Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի պաշտոնյային հակացուցված է լինել անզուսպ։ Այսինքն սա նշանակում է, որ այն բռնությունը, որը մենք լսում ենք ու տեսնում ենք, որ իրականացվում է, սա դառնում է վարքի մոդել բոլորիս մոտ, որ թույլատրելի է այսպես խոսել, թույլատրելի է սպառնալ, թույլատրելի է ընտրովի արդարադատություն անել, թույլատրելի է պարտադրված արդարադատություն անել։ Այսինքն բարձրաստիճանների անզուսպ արտահայտությունները, որոնցով ողողված է համացանցը, մարդկանց համար դառնում է օրինակ, նույնիսկ այն մարդկանց համար, որոնք չեն հարգում տվյալ պաշտոնյային։ Եթե քո մատերը, քո սեփական ուղեղից ստացած բանով, հրահանգով գրում են հայհոյանք վերջին, չգիտեմ ինչի, որ նույնիսկ այսօր բակերում արդեն չկա այդ հայհոյանքները, դե սա քո պատկերացումն է։ Սրա վրա ազդեցություն ունի արդյոք ղեկավարությունը, այո, միշտ է ունեցել։ Մենք հետ ենք եկել 90-ականներ, որտեղ մի սիգնալի համար, մի ազդանշանի համար մարդիկ իրար փոր են թափում։
Մենք արդեն այդտեղ ենք։ Հետաքրքիրն այն է, որ համացանցում բռնության կոչերի իրական թիրախներն այդպես էլ չեն պաշտպանվում օրենքով։ Օրինակ արցախցիները, որոնք պարբերաբար ամենավիրավորական բառամթերքով թիրախավորվում են մեծ լսարան ունեցող անձանց, նաև պաշտոնյաների կողմից։ Այն մարդիկ, ովքեր հրապարակային արցախցիների նկատմամբ իրենց Արցախից լինելու հանգամանքով պայմանավորված խտրականություն են քարոզում, դա հենց այդ հանցագործությունն է։ Ինչի՞ է սա կարևոր, որովհետև ատելության խոսքը երբ որ տարածվում է, սկսում է հաջորդ փուլը։ Հաջորդ փուլը արդեն բռնություններն են։ Բռնություններին հաջորդում է արդեն ապարտեիդ եւ մնացածը։ Այսինքն դու ունենում ես մի քաղաքացի, որ ունի ավելի իրավունք, մեկը ավելի քիչ։ Նախորդ տարվա ընթացքում արցախցի իրավապաշտպանները 7 անգամ տարբեր անձանց վերաբերյալ դիմումներ են հանձնել իրավապահներին, ձայնագրություններով եւ դրանցում ազգամիջյան թշնամանքի ու բռնության կոչերի հստակ նկարագրությամբ։ Այդ նյութերի հիման վրա որևէ քրեական գործ չի հարուցվել։ Բոլորիդ բռնելու ենք, բոլորիդ վնասելու ենք, բոլորիդ օր ու արև չենք տալու եւ այսպիսի ինչ որ արտահայտություններ լսում ենք ոչ միայն ես եւ դուք, լսում են ոստիկանները, լսում են քննիչները, դատախազները, դատավորները, քրեակատարողական եւ պրոբացիոն համակարգի աշխատակիցները։ Այդ խոսքը ինչ ազդակ է բերում այս մարմիններին։ Վերջի ակնառ օրինակներից մեկը, երբ որ վարչապետը խոսում էր դիմակավորված զինված անձանց տեսանյութի մասին, ինքը անդադ է տեսանյութին հղում անելուց կրկնում էր Ղարաբաղի ակցենտով խոսողները, ոչ թե զինված մարդիկ, ոչ թե ասալայի կեպի ունեցող մարդիկ, այլ Ղարաբաղի ակցենտով խոսողներ, թեև դա բարբառ է իրականում։ Այսինքն եկեք պատկերացնենք, էլի այս ահասարսուռ տեսանյութի ամենակարևոր հատկանիշը բարբառն էր։ Միացյալ Նահանգներում վերջերս գիտական ինստիտուտներից մեկը մեծ հետազոտություն է անցկացրել եւ գտել ու հիմնավորել է կապը ԱՄՆ-ում վերջին տարիներին ֆիքսված բռնության աճի եւ նախագահ Դոնալդ Թրամփի ագրեսիվ ռետորաբանության միջեւ։ Մեզ մոտ ցավոք նման ինստիտուտներ չկան։ Չկան նաեւ նման հետազոտությունների պետական պատվերը։ Արմեն Աթալյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրանկյուն։